Շնորհակալություն։ Քրիստինե Պողոսյան։ Դահլիճում չէ, Հասմիկ Հակոբյան։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ արտգործնախարարին։ Այս ամբողջ գիշեր Ռուսաստանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական խոսափողները չքնեցին եւ իրար հերթ չտալով իրենց աջակցությունը հայտնեցին իրենց քաղաքացի Սամվել Կարապետյանին։ Իհարկե մենք սրա մեջ խնդիր չենք տեսնում, մինչև այն կետը, երբ որ այդ աջակցության տեքստերում կոչ էր արվում Հայաստանում ներքին քաղաքական կյանքին խառնվելու։ Ես ինձ հետաքրքիր է, պարոն Միրզոյան, արդյոք հասցրել եք շփվել ռուսաստանյան ձեր գործընկերների հետ եւ փոխանցել մեր անհանգստությունը, եթե ոչ զայրույթը։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես երեք ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահարչակ այդ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարության նկատմամբ անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են նաեւ ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում եւ խորհրդարանի պատգամավորների, այդ թվում եւ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից։ Մենք Հայաստանի Հանրապետությունը սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը եւ այդ բարեկամությունը ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ոտնձգություն մեր ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը։ Արձագանք։ Շնորհակալ եմ, մենք էլ սպասենք արձագանքին։ Պարոն Միրզոյան, նաև առաջարկում եմ առիթ օգտագործել եւ խոսել մեր հարևան